Տիկին Զորաբյան, որտեղ եք տեսնում ձեր կուսակցության տեղը սահմանադրական փոփոխություններից հետո ազգային ժողովում։ Նախ սահմանադրական փոփոխությունները պիտի անցնեն մեկ դա ամենակարևորն է, ես քանից ես ասել եմ եւ հիմա էլ ուզում եմ կրկնեմ, ես շատ սիրում եմ բոլոր հայկական ավանդական հեքիաթները, բայց մասնավորապես Կիկոսի մահը քաղաքականության մեջ ինձ համար ընդունելի սցենար չէ։ Երբ որ կլինեն սահմանադրական փոփոխությունները, հանրաքվեն կանցնի, երբ որ կլինեն 17 թվականի խորհրդարանական ընտրությունները, ես միանշանակ վստահ եմ, որ Բարգավաճ Հայաստանների լուրջ ներկայություն ունենալու է խորհրդարանում, դրանից հետո հնարավոր կլինի խոսել հնարավոր ցանկացած բոլոր զարգացումների մասին, այս պահին կանխատեսել, թե որ եթե լինի այսպես, ինչ կլինի, ես կրկնում եմ, եթեն քաղաքականության մեջ ամենավտանգավոր բառն է։ Ձեր կուսակցության դիրքորոշումը այս պահին փոփոխությունների վերաբերյալ։ Եվ մեր կուսակցությունը դեռևս քննարկում է, մենք ունենք 100-ից ավել առաջարկներ, որոնք նաև հարցադրումների միջոցով կհնչեցնենք հիմա հիմնական զեկուցողին, բնականաբար նաև համաձայն ընթացակարգի գրավոր կներկայացնենք այդ առաջարկները եւ կախված նրանից, թե մեր առաջարկների քանի տոկոսը կընդունվի, ինչպես որոնք կընդունվեն, որտեղ կարևոր է նաև թե որակական մեծամասնությունը կընդունվի առաջարկների, սկզբունքային առաջարկները կընդունվեն թե ոչ, դրանից կախված կլինի դիրքորոշումը, բայց ես կարող եմ ասել, որ համենայն դեպս խմբակցությունում քննարկումների ժամանակ մոտեցումը շատ ավելի դրական է առաջարկվող փոփոխությունների այս պահին, բայց ինչպես կքվեարկի խմբակցությունը, դա մեծապես կախված է նրանից, թե մեր առաջարկներին ինչպես կարձագանքի լիազոր ներկայացուցիչը նախագահի, որը ներկայացնում է նախագիծը։